Գացեք Աստվածաշունչի սերդողության։ Ես Հակոբ Հակոբյանն եմ, որ ցեզի պիտի ներկայացնեմ դոկտոր Վերնոն Մակքիի բացադրողական լուսաբանութենեն։ Այսօր կսկսենք թվոց գրքի մեր ուսումնասիրության։ Այս գիրքը օգտակար է այսօրվա աշխարհի մեջ ապրելու որպես Աստծո ուխտավորներ։ Նախ գրքին վերնակիրը թվոց անունը կմատնանշե դեղի ունեցած երկու մարդահամարներուն, որոնց մե առաջինը հիշված է առաջին գլխուն մեջ, իսկ երկրորդը 26-րդ գլխուն մեջ։ Երկու գլուխներն ալ կբացահայտեն անաբադին մեջ իսրայելցիներուն բաշարած ողբերգությունը։ Անոնց քալելը վերածվեցավ թափառականության։ Ուստի անոնք ընդհանրապես հարաճ չկացին։ Ընդհանրապես Սինա լեռնեն մինչև Գաթես Փարնիա 150 մղոն հեռավորությունը 11 օր գդևեր քալելով։ Սակայն անոնք 40 տարի անցուցին այդ ճամփան։ Անհավատությունն է, որ անոնց տանտաղեցուց։ Թվոցի առաջին գլխում մեջ Աստված գուզե, որ Իսրայելի զավակները համրվին։ Մարդահամարը նախադեсված է բանակը գազմելու համար։ Դեսանք, երբ անոնք ծառաներ էին Եգիպտոսի երկրի մեջ, Աստված կպատերազմեր իրենց համար։ Անոնց մե պատերազմիլ չէր պահանջված, բայց հիմա, որ անոնք անաբադին մեջ են, անոնք պիտի պայքարին իրենց թշնամիներուն դեմ։ Աշխարհը ուր գաբրինք այսօր այդպիսի անաբադ մնե։ Ես եւ թուն, որպես հավատացյալներ, ընդրված ենք պայքարելու աշխարհի մեղավոր աստեցություններուն դեմ։ Մարդահամարի թիվերը հանելու համար Աստված Մովսեսին եւ Ահարոնին ասավ, որ յուրաքանչյուր ցեղեն մեգական օգնական ընդրեն։ Այստեղ գուզեմ ուշադրությունը դարձնել Աստծո ընդրած այդ օգնականներուն եբրայերեն անուններուն իմաստը։ Այդ կբացահայտե, թե Աստված ինչ տեսավ անոնց մեջ։ Օրինակ, Եղիսուր անունը կնշանակե իմ Աստվածս վեմ է։ Ինչպես կտեսնենք, անունները կարևոր էին Աստծո համար 3 պատճառով։ Առաջին հերթին անոնք օգտակար են նախահայրերու քիծը հետևելու, որ շատ մարդիկ կհաբարդանան անով։ Երկրորդ պատճառը այն է, որ որոշ անուններ արձանագրված են, իսկ մյուսները չեն հիշված։ Եվ ադոր պատճառը այն է, որ ադոնք կդանին դեպի Հիսուս Քրիստոսի ասկադողմին։ Երրորդ պատճառը այն է, որ Աստված արգելած էր խարն ամուսնությունը։ Այսպիսով անոնք պիտի կարենային հայտարարել, որ իրենց նախահայրերը իսկական իսրայելցիներն են եւ Աբրահամի ուխտին օգտվողները։ Այսօր ցեզի ուղված իմ հարցումս անձնական է։ Գրնաս հայտարարել քո ասկադողմդ որպես հավատացյալ։ Այդ պարզապես այն է, թե արդյոք դու իսկական Աստծո զավակ ես։ Եթե վստահ չես, քեզի կքաչալերեմ, որ վստահ լաս։ Մենք Աստծո որդիներն ու դուստերը կդառնանք Քրիստոսի հանդեպ հավատքով։ Ուրիշ միջոց չկա։ Վերադառնալով թվոց գրքին առաջին գլխուն մարդահամարին, այնտեղ մեզի գսվի Իսրայելի 12 ցեղերուն յուրաքանչյուր թիվը։ Օրինակ, 21-րդ համարը Ռուբենի ցեղը 64500 է, 20-րդ համարը Շմավոնի ցեղը 59300 է եւ այլն։ Հետաքրքրականը այն է, նկատեցեք, որ ղևդացիները չհամրվեցան 47-ին 52 համարներու մեջ։ Ետքը կտեսնենք, որ մարդահամարը կատարված է, բայց թիվերը զատ բահված են, որովհետև Ղևիի ցեղը լիովին կղեկավարեր խորանը։ Նկատի առնելով թվոց գրքի նյութը, գրնանք զայն անվանել ուխտավորին ընթացքը։ Այդ անունն է, որ առաջին անգամ մտածեց բարոն Փոլ Բանյան անունով, եւ մենք փող կառնենք զայն, որովհետև այս իսկական ուխտավորին գիրքն է։ Ավելին, այդ գիրքը օգտակար է մեզի այսօր, որպես ջամփու կարդես այս աշխարհի անաբադին։ Եվ նաև, քանի որ այն դասերը, որոնք Իսրայելի որդիները պետք է սորվեին, դասեր են, որոնք դուն եւ ես ալ պետք է սորվենք։ Սիրելիս, ինչ դասեր սորվեցար այսօր, որպես Հիսուս Քրիստոսի բարի զինվոր,